Այս հաղորդման ընթացքում դիտեք, քաղաքացի լինելը ոչ թե կարգավիճակ է, այլ գործողություն։ Պատմություն համայնքից, որտեղ նախաձեռնությունը փոխել է իրականությունը։ Ունեցանք այս այգի, որը հատկապես ամառային շրջանում շատ պրակտիկ է, ու երիտասարդները այստեղ հավաքվում են, խաղում են, Ակտիվիզմը ներսից։ Քաղաքացիական պայքարի երկար ճանապարհ անցած մարդը կիսում է փորձը։ Դա իմ աչքի առաջ էր տեղի ունենում, եւ ես գումար որոշ չեմ կարող դրան անմասն մնալ, չնայած ինձ դա չէր վերաբերում։ Սովորեցնում են գործիք, որով կարող եք պետական մարմիններին դիմել ուղիղ առանց միջնորդների։ Եվ վերջում, ինչն է միֆ, ինչն է իրականություն քաղաքացիական ակտիվիզմում։ Եթե դեռ կարծում ես, որ քո ձայնը ոչինչ չի փոխի, ապա այս հաղորդումը հենց քեզ համար է։ Երիտասարդ լինելը միայն տարիք չէ, դա էներգիա է, հարցեր տալու և անհամաձայն լինելու համարձակություն, նաև լուծումներ առաջարկելու ցանկություն։ Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչու է կարևոր, որ երիտասարդների ձայնը լսելի լինի, ինչ ձևերով կարելի է մասնակցել համայնքային և հանրային կյանքին, և ամենակարևորը, ինչպես փոքր քայլերը կարող են բերել մեծ փոփոխությունների, որպեսզի այս երկրում ոչինչ չի փոխվի արտահայտությունը փոխարինվի, իսկ ես ինչ եմ անում, որ փոխվի հարցով։ Քաղաքացիական մասնակցությունը հենց այդ մասին է, ոչ միայն քննադատել, այլ նաև մասնակցել, ոչ միայն դիտել, այլ նաև ներգրավվել։ Սա գավառի ամենասիրելի հատվածներից մեկն է։ Գավառագետնը մի փոքր բևում գտնվում է Թթու ջուրը, որը էլի բավական հայտնի տեղ է գավառում, ու երիտասարդական տարբեր նախաձեռնող խմբերի միջոցներով դեռևս մի քանի տարի առաջ այս տարածաշրջանում փոքրիկ այդպես հանգստի գոտի էր էլի պատրաստվել երիտասարդների կողմից, ու նախորդ տարի Restart գավառի թիմի օգնությամբ դա փորձեցինք վերանորոգել, նոր շունչ տալ, տեղական ինքնակառավարման մարմիններն էլ իրենց ներդրումը ունեցան տվյալ process-ում։ Մանվելը հասարակական տարբեր աշխատանքներում սկսել է ներգրավվել դեռևս Գավառի պետական համալսարանում ուսանելու տարիներից։ Երբ հիմնվում է Restart Գավառ նախաձեռնությունը, թիմին միանում է նաև Մանվելը։ Այստեղ ձեռք բերած գիտելիքը նրան օգնում է համայնքի համար օգտակար ծրագիր իրականացնել։ Գավառում մասնակցության բյուջետավորման process էր մեկնարկում, կազմակերպությունը կամ անհատները հիմնականում ներկայացնում են իրենց գաղափարը։ Գաղափարը արդեն ժյուրին դիտարկում է, հանձնաժողովը, ու այն հայտերը, որոնք որ ընդունվում են, դրվում են քվեարկության։ Ու բնակիչները արդեն որ ծրագիրը, որ իրենց համար ավելի առաջնային է, դրան տալիս են արդեն իրենց ձայնը։ Առավելագույն ձայներ հավաքած ծրագրերը իրականացվում են արդեն համայնքի ֆինանսավորմամբ ու ոչ միայն համայնքի, նաև այստեղ տեղ ունեն պետական սուբսիդիաները։ Մարինա Գալստյանը հետազոտել է Հայաստանի երիտասարդների քաղաքական և քաղաքացիական մասնակցության թեման, բացահայտել նրանց հիմնական խնդիրները, կարիքները, նպատակները և ձգտումները, 2020 թվականի պատերազմից հետո հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների սոցիալ-հոգեբանական վիճակին, կրթությանը և զբաղվածությանը։ Ըստ այդ հետազոտության, երիտասարդների 57%-ը նշել է, որ կարող է ազդեցություն ունենալ համայնքի համար կարևոր որոշումների կայացման գործընթացում։ Իսկ երկրի համար այդ տոկոսն ավելի քիչ է՝ 26։ Հետաքրքիր է, որ ՀԿ-ների անդամների շրջանում շատ են 13-ից 22 տարեկան աղջիկները։ Շատ հաճախ մենք տեսնում ենք, որ այդ համայնքային կյանքում մասնակցության մոտիվացիան հենց դա է։ Այն համայնքը, որտեղ ես բնակվում եմ, դրան օգուտ բերել, լավացնել իմ մասնակցության միջոցով նաև։ Ունեցանք այս այգին, որը հատկապես ամառային շրջանում շատ պրակտիկ է, ու երիտասարդները այստեղ հավաքվում են, խաղում են, երբեմն հանդիպում ենք այնպիսի դեպքերի, որ որևէ հատված ինչ որ փչացել է կամ փորձել է ինչ որ ձև փչացնել, ու այդտեղ հասկանում ենք, որ եթե քաղաքացիական ակտիվությունը նույնիսկ այդ process-ում չի դրսևորվել, մարդիկ չեն փորձել ինչ որ ձև ներգրավեն դրա աշխատանքներում, դա բերել է հետագայում դա չպահպանելուն։ Ուստի այստեղ էլի կանք ասենք, որ պետք էր, որ մարդիկ ներգրավվեին այդ process-ում, որ հետո կարողանային դա պահել ու գիտակցեին դրա արժեքը։ Մարինան ուսումնասիրել է նաև երիտասարդների քաղաքական մասնակցությունը։ Նրանց ճնշող մեծամասնությունը, 76%-ը, հետաքրքրված է երկրի սոցիալ-քաղաքական իրադարձություններով։ Միևնույն ժամանակ քաղաքական ներգրավվածությունը նրանք հաճախ ընկալում են որպես բարձր ռիսկայնություն ունեցող դաշտ, որտեղ կա մշտական վարկաբեկում, ատելության խոսք։
Երիտասարդները նախընտրում են իրենց գործն անել, պահպանելով արժանապատվությունը։ Շատ երիտասարդներ հակառակը մոտիվացիայի հակառակն է, ինչն է ոչ մոտիվացնում մասնակցելու քաղաքական կյանքում քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, օրինակ ատելության խոսքը։ Մենք ինքներս դա դիտարկում ենք, չէ, որ ինչքան շատ է ատելության խոսքը։ Դա շատ կարևոր գործոն է, բացասական, որն ազդում է երիտասարդների չմասնակցելու վրա։ Հարցնում ենք ով է ձեր հերոսը, եւ մի շարք դեպքերում երիտասարդները նաեւ նշում էին, որ իրենց համար հերոսը այն քաղաքական գործիչը, որը կարողանում է դիմագրավել ատելության խոսքին։ Փորձագետը նաեւ հուշում է, թե ինչպես պետք է պետությունը խթանի երիտասարդների ակտիվությունը։ Ըստ էության այդ մեխանիզմները կան մեր երկրում։ Կարևոր է դիտարկել երիտասարդների մասնակցության բազմազանությունը։ Օրինակ, լռության պրակտիկան եւս մասնակցություն է։ Հաճախ մենք պետք է ֆիքսենք եւ հարգենք երիտասարդի չմասնակցությունը դասական առումով, բայց դա նրա իրավունքն է քաղաքացիական դիրքորոշում արտահայտելու։ Բայց զուգահեռ դրան պետք է մեխանիզմներ իհարկե դնել համայնքային մակարդակից մինչեւ ազգային մակարդակում այդ մասնակցության հարթակները ունենալու։ Ստույգ զրույցի տաղավարում հյուրընկալել եմ Իզաբելլա Սարգսյանին։ Ողջույն։ Բարև ձեզ։ Ձեր կյանքում որն է եղել այն կետը, այն փուլը, երբ որ զգացիք, որ անտարբեր մնալ չի կարելի։ Մեր դիմաց այդ ամբողջ թաղամասը, այսօրվա Հյուսային պողոտան, առաջ Պուշկին փողոցը, մի քիչ այն կողմը, ասենք Արամի փողոցը, Օտարման գոտի էր, որտեղ հետո կառուցեցին այդ Հյուսային պողոտան, եւ ես տեսա, թե ինչպես մեր հարևաններին, մեր ընկերներին հարկադիր կատարողով տնից հանում են, հիվանդ մարդկանց, շատ կոպիտ ասած, վերցրեցին մի սեփականատիրոջից, փոքր շատ մարդկանցից, քանդեցին այդ ամեն ինչը եւ տվեցին մեծ սեփականատերերի, ովքեր որ արեցին ներդրում։ Դա իմ աչքի առաջ էր տեղ ունենում, եւ ես զգում եմ, որ ես չեմ կարող դրան անմասն մնալ, չնայած ինձ դա չէր վերաբերում։ Բայց դու հասկանում ես, որ նախ միշտ կարող է վերաբերել, այնպես չի, որ ինչ-որ մեկս երաշխավորված ենք, որ մեզ հետ տեղի չեն ունենա բազմատիվ արատավոր երևույթներ, եւ երկրորդը դու ունես էմպաթիա այն մարդկանց հանդեպ, ում որ տնից հանում են կամ ում տունը քանդում են, եւ դու ուզում ես այդ անարդարության դեմ ինչ-որ մի բան անես, ոչ միայն սուսփուս ապրումակցես քո տանացես, վայ ինչ-որ բան են անում, այլ փորձես ինչ-որ գործողություն անել, քայլ անել, որպեսզի դա կանխես։ Հիմա երիտասարդության ու առհասարակ մարդկանց մոտ կա, այսպես ասած, միֆ, կարծիք, որ դեմ ձայնը ոչ մի բան է, ես մեկա բան չեմ փոխելու, խոսեմ, չփոխեմ, որ որոշել են տենց էլ անելու են, ուղակի ժամանակի վատնում է եւ այլն։ Երիտասարդը ինչպես կարող է հասկանալ ու դուք էլ թեկուզ ձեր փորձում ինչպես հասկացաք, որ խոսքը իսկապես ուժ ունի։ Դա հայտնի բան է ամբողջ աշխարհում, որ փոփոխությունը անում են փոքրաթիվ մարդիկ եւ հետո դրական փոփոխության արդյունքներից օգտվում է ավելի մեծ մասը եւ հակառակը նեգատիվ փոփոխություններ եւս շատ հաճախ արվում են փոքր մարդկանց խմբի կողմից եւ այդ նեգատիվ արդյունքները էլի ազդում են ավելի լայն զանգվածների վրա։ Հոգեբանական, հուզական տեսանկյունից ո՞րն է դժվարությունը քաղաքացու երիտասարդի համար, որ պատասխանատվությունը վերցնես ու քայլ անես։ Սխալվելու վախը, ինձ թվում է դա նաև շատ հաճախ մեր դաստիարակությունից էլ է գալիս, ոչ միայն Հայաստանում, կան տենց երկրներ, որտեղ որ երիտասարդին մարդին երեխային մեծացնում են չսխալվելու, վայ կսխալվես, ինչ կլինի, եթե սխալվես, ինձ թվում է այստեղ շատ կարևոր է, որ նաև երբ որ երեխա ես մեծացնում կամ երիտասարդ, պետք է թողնես մարդկանց, որ իրանք սխալվեն։ Առանց դրա չես կարող, հա, այն որ փոքր երեխա լինում անթատես անկյունները բռնում է, ոչինչ, չեմ ասում դա գլուխը ջարդի, բայց խփվել ինչ-որ բաներին, ընկնել, բարձրանալ, փորձել, չհաջողել, դա շատ նորմալ բան է։ Այս թվում է այդ վախը, որ մարդիկ ունեն, որ իրանց չեն հասկանա, որ իրանց վատ կվերաբերեն, որ իրանք ինչ-որ բան կանեն ու կսխալվեն, կտապալեն։ Այդ վախն է հաճախ, որ մարդկանց հետ է պահում պատասխանատվություն վերցնելուց, ինչ-որ քայլեր անելուց։ Ես օրինակ երբեք չեմ մտածում, այս ինչ բանը իմ համար ով անել։ Ես միշտ մտածում եմ, ինչ ես կարող եմ անել։ Ես ոնց եմ անել։ Անդրադարձ եղավ սոցիալական մեդիային, համացանցին առհասարակ այսօր ինչ որ իմաստով
կարելի ասել ձևաչափային շատ բաներ փոխվել են, էլի, թեկուզ սոցիալական ցանցերը շատ կարգեր փոխել են։ Արդյոք սոցիալական մեդիայում ակտիվությունը ինքնին քաղաքացիական ակտիվության դրսևորում է ու սա կարող է փոփոխություններ, արդյունքներ բերել ձեր ընկալմամբ։ Երևի չէ։ Կախված է նրանց, թե մարդը իր առաջ չնպատակ է դնում։ Այսինքն ինչի համար ես դու դա անում, որտեղ սոցիալական մեդիան ճանապարհներից մեկն է կամ գործիքներից մեկն է։ Եթե դու քո առաջ օրինակ խնդիր ես դնում, որ ձեր համայնքում ապօրինի, ասենք, չգիտեմ, ձկնաբուծարան են կառուցում, հեծ են կառուցում, ինչ-որ բան են կառուցում, որը որ բնապահպանական հարց է, ապօրինի է, շինարարություն է եւ այլն, դու կարող ես սոցիալական մեդիան որպես գործիք օգտագործել, որ ուշադրություն գրավես այդ հարցին։ Այդտեղ ես հասկանում եմ, որ դա գործիք է ակտիվիզմի համար տվյալ պարագայում։ Եթե դու դա օգտագործում ես ժամանցի համար, ընկերների հետ շփվելու համար եւ այլն, ես դա չէի դնի այդ նույն կատեգորիայի մեջ։ Իսկ օրինակ տարբեր շարժումների դեպքում օրինակ ենթադրենք եղել են պահեր, երբ որ ուզեցել եք արդեն դադար վերցնեք ու հետ քաշվեք բծել։ Միշտ։ Դա այն առաջի փուլում է լինում ավելի շատ երևի։ Չէ, գիտեք, դու ուզում ես երբեմն դադարես կամ դուրս գաս, որովհետև միշտ հույս ունես, որ կգա նոր սերունդ, նոր մարդիկ, ովքեր նույն հետաքրքրությունները կունենան կամ ավելի, եւ այդ էստաֆետան ինչ որ չափով դու կփոխանցես իրանց։ Իսկ որ ուզում ես դուրս գաս, որովհետև այնպես չի, որ դա բանա ռուտինային գործողություն է, ոնց որ ասեցի գյուղում, հա դու ռուտինայի մեջ ես ու դա էլ քո ռուտինայի մաս է։ Այդ բոլոր ուսումնասիրություն ցույց են տալիս, որ այո, դրանք ալիքներով են գնում, եւ որպես կանոն նույն մարդիկ ամեն ինչի մեջ չեն կարող լինել։ Չեմ ուզում ասել տարիքի հարց կա, բայց մի բան է, երբ դու 20 տարեկան ես, ուրիշ բան է, որ դու 40 տարեկան ես, երբ դու 20 տարեկան ես, դու ասենք ուսանող ես, երբ դու 40 տարեկան ես, դու ընտանիք ունեցող մարդ ես բազմաթիվ այլ պարտականություններով։ Հայ քաղաքացիական հասարակությունը ու գլխավորապես նաև երիտասարդությունը ավելի շատ արձագանքում է գործողություններին, որոնք արդեն իսկ եղել են, թե կանխատեսում է հնարավոր այսպես ասած վտանգները ու նոր արձագանքում։ Տենեք, դա տարբեր բաներ են։ Հայ ակտիվիստական խմբերը մի բան է, քաղաքացիական հասարակությունը ավելի լայն առումով ուրիշ բան է։ Եթե ավելի ասենք քաղաքացիական հասարակության մեջ իհարկե կան կազմակերպություններ, որոնք զբաղվում են քաղաքականությունների մշակմամբ, հա, policy, եւ իրանք գիտեն եւ տեսնում են եւ կանխատեսում են եւ այդ հարցերը փորձում են բարձրացնել ավելի շուտ, քան դա տեղի կունենա։ Ակտիվիստները շատ հաճախ մի քիչ հրշեջի ֆունկցիա են կատարում, չնայած ես ասեմ, վեր մեջ միշտ այդ խոսակցությունը կա, որ ինչքան կարելի է հրշեջի ֆունկցիա կատարել, մենք կուզեինք, բայց ցավոք սրտի դա հրշեջի նշանակում է տակ պահին գնալ, թե հրշեջը նշանակում է, որ կրակը լինում է, ստիպված պիտի գնաս մարես, ինչը միշտ շատ ուշ է լինում որպես կանոն։ Բայց կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում գոնե այդ պրևենտիվ տարբերակով կառավարության հետ աշխատելը շատ բարդ է, որտեղ իրանք, ասենք, որոշում կայացնում են, հետո այդ որոշման դեմ պայքարելը դժվար է, որոշման կայացնելու փուլում իրանց հետ բանակցելը շատ դժվար է, եւ դրա խնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում այս պահի դրությամբ հենց այսօր, հա, ասենք 26 թվականին ամբողջ այդ ակտիվիստական դաշտը տարբեր ոլորտների ակտիվիստական դաշտը բավական պասիվ վիճակում է ամենատարբեր պատճառներով, այդ թվում հետ պատերազմյան եւ այլն, բայց խմորումներ են գնում, մարդիկ խոսում են իրար հետ, փորձում են հասկանալ, բայց նաեւ այդ նոր սերունդը չկա։ Այդ խնդիրներից մեկն է, որ մենք միշտ ուզել ենք, որ նոր մարդիկ գան, միգուցե կան ոլորտներ, որտեղ կան, բայց կան ոլորտներ, որտեղ որ լավ կլիներ, որ լինեն դուք ձեր տարիքակիցները, ձեր ընկերները ավելի փոքրերը, այդ նոր թափ հաղորդվեր այդ ամբողջ ակտիվությանը։ Ինչ կոչ կուզենայիք հղել երիտասարդ։ Այս կոչեր չունեմ։ Ես այն ինչ որ ասեցի նորից պիտի ասեմ, ամենակարևոր բանը կյանքում լինել ազատ կարծրատիպերից, լինել ազատ մեր վրա տարբեր տեղերից բերող սահմանափակումներից, ազատ լինել մեր մտքերում, մեր ցանկություններում, մեր երազանքներում, բոլոր պետությունները, բոլոր իշխանությունները, լինեն փոքրիկ իշխանություն, դպրոցի տնօրեն, դասղեկ, լինի մեծ իշխանություն, չգիտեմ, կուսակցություններ, միշտ ձգտելու են սահմանափակել։
ձգել, փակել, ձևեր գտնել, թե ոնց մարդկանց մեջ այդ բնական ձգտումը ազատության դնել որոշակի քառակուսիկների մեջ։ Այ մի բան, որ ես միշտ փորձել եմ անել, ու դա գին ունի իհարկե, ազատությունը միշտ լինել ազատ, ձգտել դրան, փորձել ունենալ ազատ մասնագիտություն, ինչքան կարելի է քիչ կախվածության մեջ լինել ամենատարբեր հանգամանքներից։ Եվ երբ որ մենք գտնենք ավելի ազատ հասարակություն, ավելի անկաշկատ ազատություն, վերջիվերջո սխալվելն էլ է այդ ազատության մեջ մտնում։ Ինձ թվում է մենք ավելի մեծ հաջողությունների կհասնենք բոլոր ոլորտներում։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ բնական ու ազատություն ունեցող զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Փոփոխությունը սկսվում է այն պահից, երբ դու ոչ միայն նկատում ես խնդիրը, այլ նաև գիտես ինչպես հասցնել այն ճիշտ հասցեատիրոջը։ Այս բաժնում կներկայացնենք մի գործիք, որը կօգնի խոսել այսպես կոչված համակարգի հետ։ Այդ հարթակում դուք կարող եք ձևակերպել ձեր դիմումը կամ բողոքը, ուղարկել ուր հարկն է, հետևել դիմումի ընթացքին եւ ստանալ պատասխան ձեր հարցերին։ Ողջույն։ Շատ երիտասարդների անհանգստացնում են իրենց շրջապատում տեղի ունեցող փոփոխություններն ու առկա խնդիրները։ Շատերը չեն ուզում պարզապես դժգոհել, այլ ուզում են գտնել լուծում եւ իրենց ձայնը հասցնել պատասխանատուներին։ Բայց այստեղ մի կարևոր հարց է առաջանում. ինչպես դա անել ճիշտ, արագ եւ արդյունավետ։ Դրա համար է նախատեսված e-request հարթակը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին ուղիղ կապ հաստատել պետական մարմինների հետ։ Google-ում որոնում ենք e-request.am։ Գլխավոր էջում սեղմում ենք մուտք գործել կոճակը։ Այստեղ կարող եք հաստատել ձեր ինքնությունը մի քանի եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ կամ այլ տարբերակով։ Եթե դեռ օգտահաշիվ չունեք, անհրաժեշտ է գրանցվել։ Ընտրեք ձեր քաղաքացիությունը, այնուհետև լրացրեք անձնական տվյալները։ Կարևոր է, որ բոլոր տվյալները համապատասխանեն անձնագրում նշված տեղեկություններին։ Երբ այս ամենը անեք, կստանաք հաստատման կոդ ձեր էլեկտրոնային փոստին եւ հեռախոսահամարին։ Ահա եւ հաջողությամբ գրանցվեցիք։ Որից հետո գլխավոր էջում կտեսնեք 3 տարբերակ՝ ուղարկել դիմում, հարցում կամ բողոք, հետևել գործի ընթացքին, ամրագրել այց։ Ենթադրենք, ուզում եք դիմում գրել։ Ընտրում եք դիմումը եւ սեղմում առաջ։ Այստեղ նշում եք՝ անհատ եք, թե իրավաբանական անձ։ Այնուհետև ընտրում եք, թե ինչ տարբերակով եք ցանկանում ստանալ ծանուցումը։ Եվ նշում եք, թե որ պետական կառույցին է ուղղված դիմումը։ Այս քայլերից հետո գրում եք դիմումի հայետար տեքստը այս դաշտում եւ անհրաժեշտության կամ ցանկության դեպքում կցում եք լուսանկարներ ու ֆայլեր։ Ավարտելուց հետո վերանայում եք դիմումը եւ ուղարկում այն։ Դրանից հետո մնում է միայն հետևել դիմումի ընթացքին, ձեզ տրված հատուկ հսկիչ համարի միջոցով եւ ստանալ պատասխանը ուղիղ հարթակում կամ էլեկտրոնային փոստով։ Երբ յուրաքանչյուրն իր փոքր ներդրումն է անում, մեծ փոփոխություններն անխուսափելի են դառնում։ Տեղեկացված եղիր, օգտագործիր հնարավորություններդ եւ դարձիր քո համայնքի ակտիվ անդամը։ Պատմության ամենաազդեցիկ շարժումներից շատերը սկսել են հենց երիտասարդները, եւ գրեթե միշտ եղել է թերահավատություն։ Դուք դեռ երիտասարդ եք, սա չի աշխատի, ոչինչ չեք փոխի։ Համաշխարհային բազմաթիվ օրինակներ ցույց են տվել, որ տարիքով փոքր լինելը կապ չունի ազդեցության հետ։ Հիմա գործնականում տեսեք, որ դա միֆ է։ Պնդում 1. Երիտասարդների ձայնը վճռորոշ չէ։ Միֆի մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետև մենք եւ մեծ հայաստանյան նաեւ փորձով գիտենք քաղաքացիական եւ քաղաքական կյանքի պատմության խորքային եւ արմատական բեկումները հենց երիտասարդական շարժումների շնորհիվ են եղել ոչ միայն անկախության շրջանում, այլ նաեւ նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում էլի երիտասարդներն էին, որ այդպես ալտերնատիվ շարժումներ էին ստեղծում, ուսանողական միջավայրերում խմբակներ էին ստեղծում։ 2025 թվականին Նեպալում սկսվեցին երիտասարդական լայնածավալ բողոքի ցույցեր, կապված սոցիալական ցանցերի սահմանափակումների, կոռուպցիայի եւ կառավարման խնդիրների հետ։ Ցույցերի ժամանակ երիտասարդները սկսեցին օգտագործել One Piece անիմեի Straw Hat Pirates-ի Jolly Roger դրոշը, որպես իրենց շարժման խորհրդանիշ։ Այս խորհրդանիշն արագ տարածվեց սոցիալական ցանցերում եւ փողոցային ակցիաներում, միավորելով տարբեր քաղաքի երիտասարդների։ Դա ցույցերին տվեց ճանաչելի, ոչ պաշտոնական եւ երիտասարդական դեմք։ Արդյունքում One Piece-ի ազատության եւ արդարության գաղափարները դարձան բողոքի արժեքային հիմք,
ոչ թե պարզապես դեկորացիա։ Պնդում 2. Քաղաքացիական ակտիվիստների գործունեությունը երկարաժամկետ արդյունք չի ունենում, որովհետև հիմնված է էմոցիաների վրա։ Այդ էմոցիաները իրենք նաև պարզապես էմոցիաներ չեն, դրանց տակ ընկած են շատ տարբեր տեսակի խոսույթներ, շատ տարբեր տեսակի հայացքներ եւ հայացքների փոփոխությունների ուղղված գաղափարներ, որոնց կրողները հիմնականում երիտասարդներն ինչ են, երիտասարդները այդ ամեն ինչը, այդ հուզականությունը ինչի է իրանց մոտ օգնում, որ նաև հետո ձևակերպվի այդ հուզականությունը, չէ՞, որովհետև կյանքի հուզական ընկալումը շատ կարևոր է, որ դու այդպես այդ սառած արդեն ամեն ինչի հետ այսպես հաշտված, չէ, այդ հասուն տարիքի մարդու, որը ձգտում ավելի կայունության, այդ դեպքում այդ կայունություն ճիշտ է, ունի շատ դեպքերում ապահովագրված ինչ-որ, այսպես ասած, մոտեցումներ, չէ, որ մարդը միշտ ապահովագրում է իր հանգստությունը, իր այդ կայունությունը, բայց ինքը չի տանում առաջ հասարակական կյանքի տեսանկյունից եւ քաղաքական process-ների տեսանկյունից, հենց երիտասարդության այդ բանն է, այդ պայթյուններն են, որ բան են ստիպում են քաղաքական տարբեր ուժերի իրենք վերանայել իրենց հայացքները, իրենց մոտեցումները եւ ապահովում են փոփոխականությունը։ Ուժեղ, ազատ եւ կանոններ չճանաչող աղջկա, հայտնի երկարագուլպա Պեպիի հեղինակը Աստրիդ Լինգրենը, որը պայքարում էր երեխաների իրավունքների եւ կենդանիների պաշտպանության համար, դարձավ իր երկրի Շվեդիայի հարկային համակարգի բարեփոխման նախաձեռնողը։ Նա գրեց Պոմպերի Պոսան Մոնիսմանիայում հեքիաթը մի գրողի մասին, որի երկրում հարկերն այնքան բարձր են, որ աշխատելը դառնում է անհնար։ Լինգրենն ակնարկում էր Շվեդիայի պրոգրեսիվ հարկային համակարգը, որի պատճառով նա ստիպված էր 102% հարկ վճարել։ Հեքիաթը մեծ աղմուկ բարձրացրեց։ Հասարակությունը սկսեց քննարկել հարկային քաղաքականությունը, եւ այս թեման դարձավ 1976 թվականի ընտրությունների կարևոր հարցերից մեկը, ազդելով նույնիսկ ընտրությունների արդյունքների վրա։ Պնդում 3. Քաղաքացիական ակտիվիզմը լավագույնս դրսևորվում է արևմտյան երկրներում։ Քաղաքացիականություն դա մտածողության ձև է։ Դա առաջին հերթին մտածողության այն ձևն է, երբ որ հասարակական կյանքի հիմքում կարևորվում է որպես բազային արժեք, հիմնարար արժեք մարդը։ Որովհետև եթե մարդուն կարևորում են, հաջորդ կարևոր խնդիրը դառնում է մշակութային տեսանկյունից, հա, խորքային առումով մշակութային, դառնում է իրավունքը։ Իրավունքը դառնում է հասարակական մշակութային ֆենոմեն։ Մեր հասարակությունը խորքային առումով հենց քաղաքացիական հասարակություն եւ քաղաքացիականորեն ակտիվ հասարակություն է։ Եվ այն, որ 2000-ականների կեսերից հետո 2007-8 թվերից արդեն սկսեց մեր մոտ քաղաքացիական այդ նախաձեռնությունները, ժամանակակից ինքնությունը մեր հայաստանյան եւ հայկական ինքը արդեն իսկ ունի այդ քաղաքացիական էլեմենտ, այսինքն իր հիմքում ընկած է մարդը, մարդու ստեղծագործականությունը, մարդու ազատությունը։ 1955 թվականի դեկտեմբերի 1-ին Մոնտգոմերիում Ռոզա Փարքսը հրաժարվեց ավտոբուսում իր տեղը զիջել սպիտակամորթ ուղևորին, ինչը պարտադրված էր ռասայական սեգրեգացիայի օրենքներով։ Նրան ձերբակալեցին։ Ռոզա Փարքսի ձերբակալությունը դարձավ ավտոբուսների բոյկոտի սկիզբը, որը տևեց 381 օր։ Շարժումը գլխավորեց Մարտին Լյութեր Քինգ կրտսերը եւ այն ավարտվեց սեգրեգացիոն օրենքների չեղարկմամբ։ Արդյունքում Փարքսը դարձավ քաղաքացիական իրավունքների շարժման մայր խորհրդանիշը։ Մեկ ձեռքը ծապ չի տա։ Գիտեմ, դուք էլ եք շատ լսել այդ արտահայտությունը։ Մեկ դիմում, մեկ նախաձեռնություն, մեկ ձայն։ Թվում է քիչ է։ Բայց հենց այդ փոքր քայլերն են ձևավորում մեծ փոփոխությունների ճանապարհը։ Մեկ նախաձեռնությունը կարող է դառնալ այն առաջին քայլը, որի վրա մյուսները կհենվեն։ Մնացեք ակտիվ, տեղեկացված եւ ամենակարևորը ներգրավված։ Կհանդիպենք։